Ես մեկը շնորհակալ եմ, որ կազմակերպված են, շնորհակալ եմ Դաշնակցությանը եւ Ժառանգությանը, բայց ընդհանուր առմամբ շատ լավ հասկանում ենք, որ ֆարս է։ Այնուամենայնիվ, գուցե ես անկապ տեղը հույս ունեմ, բայց ես միշտ ամեն դեպքում ինչ-որ հույսեր փայփայում են, նույնիսկ տրամաբանությանը հակառակ։ Այս պարագայում ես ոչ մի առաջարկություններ չունեմ։ Ես ուզում եմ խնդրել որպես հայ, հայերին, եթե դա ձեր վրա որևէ ձևով չի ազդում, ապա ես պահանջում եմ, որպես քաղաքացի իր ժողովրդի ծառաներից, որ դադարեք նման խայտարակ գործընթացը։ Եթե չդադարեք, ապա ես չեմ ասում, որ պատմությունը ընդհանրապես ձեզ ինչ-որ բանի առաջ կկանգնեցնի, փորձը ցույց է տալիս, որ որևէ ձևով դա էլ չի ազդում, եւ մարտի 1-ը ցույց տվեց, եւ մինչեւ այդ բազմաթիվ ցույցերը նույն բանը ցույց են տալիս, բայց այս անգամ միգուցե այլ ձևով կստացվի, կտեսնենք, ինչևիցե ես սարսափ եմ ապրում, որովհետեւ պատմությունը կրկնվում է, ակնհայտորեն կրկնվում է։ Մենք կրկին կանգնած ենք երկու վտանգի առջև, մի կողմից բացարձակորեն անկախության կորստի եւ մյուս կողմից կրկին ցեղասպանության։ Ես կվախենամ, որ մենք նաեւ կանգնած ենք շատ ավելի հին պատմության կրկնման շեմին, դավաճանության կրկնության, եւ ես ձեզ հարցնում եմ, ո՞րն էր անի 30 արծաթը, որը դուք պիտի ստանաք դավաճանության համար։ Եվ որպեսզի չնեղանաք, ես ձեզ նվեր եմ բերել բոլոր իշխանավորներին, նվեր։ Դատարկաձեռն չեմ եկել ազգային ժողով։ Եթե հանկարծ այս արձանագրությունները հաստատվեն եւ թուրքը ազատ մտնի Հայաստան, ապա ոչ ձեր փողերը, ոչ ձեր պաշտոնները ձեզ չեն փրկի եւ այդ դեպքում գոնե հասցրեք ինքնակամ ձեր հարցերը լուծել։